Վարչապետ Փաշինյանի թիմում նախընտրական ցուցակի, այսպես ասած, քասթինգը սկսվել է։ ՔՊ վարչությունը քննում է ինքնառաջադրված թեկնածուներին ու որոշում, ով տեղ կգտնի ցուցակում, ով ոչ։ Մամուլում արդեն տեղեկություններ կան, որ գործող պատգամավորներից մի քանիսին՝ Հայկ Սարգսյանին, Կարեն Սարուխանյանին ու Ջուլիետտա Ազարյանին հրաժեշտ են տվել։ Քննարկումներ են այս փուլում տեղի ունենում եւ որևէ բան հաստատված չէ, բոլոր թեկնածուներին լսում են։ Ջուլիետտա Ազարյանը, որ անցած տարի Ավանի թաղապետարանից տեղափոխվեց խորհրդարան, ըստ լուրերի չի անցել քննությունը, բայց Ազատությանն ասած դեռ վերջնական որոշված չէ։ Հավատացրեց, թե թեկնածուներն են ինքնական որոշում, ցուցակ մտնել, թե ոչ։ Վարչությունում կարծիքներ են հարցնում, ով իրեն որտեղ է պատկերացնում ընդհանուր առմամբ, ինչպես է պատկերացնում գործունեությունը, թե տակայում ինչու է ուզում դառնալ ազգային ժողովի պատգամավոր կամ որտեղ է ավելի, այսպես ասած, կոմֆորտ քեզ զգում, որպես քաղաքական գործիչ, հա, եւ ես պատասխանել եմ այդ հարցին։ Պատգամավոր Ազարյանի կուսակցական կենսագրությունը սկսվում է 2018-ից։ Քաղաքական կենսագրությունը 2 տարվա պատմություն ունի։ Սկսվել է Ավանի թաղապետարանում ու շարունակվում է խորհրդարանում։ Մինչ այդ գովազդի պատասխանատու միջոցառումների կազմակերպիչ է եղել, ծրագրեր համակարգել։ Ասաց հիմա էլ կուսակցական հանձնաժողովին առաջարկել է գործադիր տեղափոխվել։ Այս փուլում երևի ավելի շատ գործադիրում կամ տիմում եմ պատկերացնում հետագա աշխատանքները, հատկապես որ փորձ ունեմ տիմում։ Դուք եք այդպիսի ցանկություն հայտնել, թե իրենք են որոշել, որ ես այդ հարցը հնչել է եւ ես ազնիվ պատասխանել եմ, որ չնայած որ այստեղ էլ շատ կարծում նկատելի է իմ աշխատանքը։ Պատգամավոր Ազարյանի աշխատանքը հատկապես նկատելի է սոցիալական ցանցերում։ Նիկոլ Փաշինյանի գրառումներն է ակտիվ տարածում, կաթողիկոսի դեմ պայքար մղում, ինչպես մյուս ԿՊԱ-ականները երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քննադատում։ Կուսակցության վարչությունում չեն գնահատել իր ջանքերը։ Կարծում եմ 6-7 ամիս հետո կտեսնենք, թե իմ թիմը վարչության գլխավորությամբ, վարչության նախագահի գլխավորությամբ ինչպես է գնահատում եւ ես նորից եմ կրկնում, ես իմ կարծիքը արտահայտել եմ, որ գործադիրում կամ տիմում եմ տեսնում իմ հետագա աշխատանքները, երևի ամեն դեպքում հանգուցալուծում կստանա։ Այսպես ասած, ընտրող հանձնաժողովում է նաև ազգային ժողովի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Նա այսօր բորբոքվեց հարցաքննություն բառից, ասաց թեկնածուներին չեն քննում, բարեվարկության հետ կապված հարցեր են տալիս։ Հիմնականում բարեվարկության հետ կապված հարցեր, այսինքն միտքը հետևյալն է, քանի որ նախընտրական ցուցակը կազմվելու է համաժողովի կողմից, նախ պետք է թեկնածուներին գրանցել, որպեսզի իրենք մասնակցեն քվեարկությանը եւ գրանցման հիմք է հանդիսանում մինիմալ շեմ, այսինքն շեմ, որը վարչությունը համարում է, որ թեկնածուն հաղթահարում է գրանցվելու եւ քվեարկությանը մասնակցելու։ 380 թեկնածու է ինքնառաջադրվել, ինչ հարցերով են կողմնորոշվում, ում գրանցեն, ում չէ։ Նախընտրական ցուցակն ինչ սկզբունքով են կազմում։ Ռուբեն Ռուբինյանը փակագծեր չբացեց, վարչության անդամներից պատգամավոր Ալխազ Ղազարյանն էլ բովանդակային չխոսեց։ Յուրաքանչյուրի դեպքում առանձին քննարկվում է։ Ինչ է հարց։ Ամեն ինչ։ Ամեն ինչը ինչ անում։ Կարեն Սարուխանյանին ինչ հարցեր են ուղղել օրինակ, պատգամավոր Ղազարյանը չասաց, այս ԿՊԱ-ականն էլ ուղիղ 1 տարի առաջ մամուլի էջերում հայտնվեց թմրանյութի հետ կապված սկանդալով։ Կուսակցության վարչությունում նրա հարցը քննարկել էին, ինքն էլ թեստ հանձնեց։ Արդյոք ցուցակից իրեն էլ են դուրս թողել։ Կարեն Սարուխանյանը լրագրողների հարցերից խուսափեց։ Հերքում եք, պարոն Սարուխանյան։ Հայկ Սարգսյանն էլ ներթիմային սկանդալների հերոսներից է։ Նրա ու արժանախագահ Ալեն Սիմոնյանի հարաբերություններն այնպես էին լարվել, որ ամիսներ առաջ կուսակցությունում նրանց հարցն էլ քննարկվեց։ ԿՊԱ-ականների հարաբերությունները սրվեցին խաղատների հարկերը բարձրացնելու Հայկ Սարգսյանի նախագծից։ Իսկապես չի լինելու ցուցակում։ Հայկ Սարգսյանից պարզել չհաջողվեց, խորհրդարանում չէր, մեր զանգերին էլ չպատասխանեց։ Չէի ցանկանա ոչ հաստատել, ոչ էլ հերքել, որովհետև էլի ունենք պրոցեսներ, որոնք ընթացքի մեջ են։ Երբ որ վերջնական ցուցակը կլինի, այն ժամանակ բոլորին հայտնի կլինի, թե ով կա ցուցակում եւ ով չկա ցուցակում։ Իշխող կուսակցության վարչությունը 380-ից դեռ 70 թեկնածուի է լսել, մտադիր են մինչև տարեվերջ ավարտել։